Հայաստանի դեսպանի Ռուսաստանի ԱԳՆ կանչվելուց հետո Երևանի եւ Մոսկվայի միջև դիվանագիտական լարվածությունը նոր փուլ է թևակողել։ Հանգստյան օրերին Կրեմլի խոսնակ Դիմիտրի Պեսկովը հայտարարել է, որ թեև Երևանում ԵՄ մասնակցությամբ գագաթնաժողովի անցկացումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն նորմալ չէ այդ հարթակը հակառուսական հայտարարությունների, մասնավորապես Վլադիմիր Զելենսկու ելույթի համար տրամադրելը։ Մոսկվան ակնկալում է պաշտոնական պարզաբանումներ, թե ինչու վարչապետ Փաշինյանը չի փորձել իր հայտարարություններով հավասարակշռել հնչած հռետորաբանությունը, շեշտելով, որ Հայաստանի կողմից հակառուսական դիրքորոշում որդեգրելն անընդունելի է։ Մինչև այդ Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն էր կոչ արել Երևանին հնարավորինս արագ կողմնորոշվել ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Պուտինը հիշեցրել է ԵԱՏՄ շրջանակում Հայաստանի ստացած տնտեսական զգալի օգուտների եւ արտոնությունների մասին, ակնարկելով, որ քաղաքական վերջնական ընտրությունը կունենա իր անդառնալի տնտեսական հետևանքները։ Мы никому не запрещаем этого признать. Приглашения официального нет. Ես վարչապետ Փաշինյանին արդեն մի քանի անգամ ասել եմ եւ այժմ կարող եմ հրապարակայնորեն կրկնել. մենք կսատարենք այն ամենին, ինչ շահավետ է հայ ժողովրդին։ Հայ ժողովրդի հետ մենք հատուկ հարաբերություններ ունենք դարեր շարունակ, եւ եթե հայ ժողովրդին շահավետ է այս կամ այն որոշումը, խնդրեմ, մենք դեմ չենք լինի։ Սկզբունքորեն տրամաբանական կլիներ հանրաքվե անցկացնել եւ հարցնել Հայաստանի քաղաքացիներին, ինչքիսին կլինի նրանց ընտրությունը։ Դրան համապատասխանել մենք եւս համապատասխան եզրակացություններ կանեինք եւ կգնայինք փափուկ, քաղաքակիրթ եւ փոխշահավետ բաժանման ճանապարհով։